Արարատ Միրզոյանը վերահաստատել է Երևանի դիրքորոշումը։ Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի տրամադրումն Ադրբեջանին բացառված է։ Նա մանրամասնել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման նոր ամերիկյան միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ոչ մի միջանցք չկա, կա թրիփ։ Ենթակառուցվածքի հանդեպ ինքնիշխանության եւ մեր ազգային իրավազորության բոլոր հատկանիշներն այդ ճանապարհի հատվածում ճանաչել են Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները։ Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղուի երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Դա իհարկե մեզ համար անընդունելի էր, այնպես որ մենք մեր հողի վրա ոչ մի լրացուցիչ արտատարածքային միջանցք չունենք։ Նախագծի իրականացման մոդելը տարբերվում է նախկինում քննարկվող տարբերակներից։ Ըստ Միրզոյանի, ենթակառուցվածքների կառավարումը պետք է իրականացնի հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումը։ Չնայած կառավարումը երկկողմանի կլինի, շինարարության եւ շահագործման մեջ կարող են ներգրավել նաեւ այլ երկրների ընկերություններ, սակայն միայն Երևանի եւ Վաշինգտոնի համաձայնությամբ, եւ Հայաստանը վետոյի իրավունք կունենա անցանկալի թեկնածուների դեպքում։ Սակայն մինչ այդ Ալիևը հայտարարել էր, որ այդ տարածքում հայերի դեմքեր չպիտի Երևան։ Իհարկե, կարող են ընկերություններ վարձել ծառայություններ մատուցելու համար, եւ դրանք պետք է ընտրվեն փոխադարձ համաձայնությամբ։ Մենք բաց ենք համագործակցության համար բազմաթիվ երկրների հետ։ Ես ոչ մեկին չեմ բացառում, բայց կան որոշ երկրներ, որոնց դիմումները կարող են մերժվել։ Միրզոյանը հատուկ շեշտում է, որ համաձայնագիրը վերաբերում է ոչ միայն Ադրբեջան-Նախիջևան կապին, այլև տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների փոխադարձ ապաշրջափակմանը, եւ նախագիծը նպատակ ունի Հայաստանը դարձնել տարածաշրջանային տրանսպորտային հանգույց։ Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև բոլոր տրանսպորտային կապերի եւ ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Այսպիսով, մենք օրինակ մուտք ենք ստանում ադրբեջանական երկաթուղուն, ամբողջ համակարգին, ամբողջ շղթային։ Ադրբեջանը մուտք է ստանում մեր երկաթուղուն։ Ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական հարևանների մոտ։ Մենք կկարողանանք երթևեկել միմյանց տարածքներով։ Ահա թե ինչ է լինելու։ Սա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել։ Սակայն այդ նախաստորագրված համաձայնագիրը չի դառնա ստորագրված, քանի դեռ ըստ Ադրբեջանի պահանջների Հայաստանը չի փոխել իր սահմանադրությունը։ Այս իրավիճակը ստեղծում է մի պարադոքս։ Երևանը կտրականապես մերժում է այս պահանջը, այն որակելով որպես միջնորդություն իր ներքին գործերին, որի արգելված լինելը սևով սպիտակի վրա գրված է Վաշինգտոնյան փաստաթղթի մեջ։ Սակայն միաժամանակ հաստատում է, որ Երևանը սահմանադրական փոփոխությունների սեփական օրակարգն ունի, որը մշակվում է դեռևս 2018 թվականից։ Ադրբեջանական կողմի առաջ քաշած խնդիրը պարզապես գոյություն չունի։ Նրանք ուզում են, որ մենք փոփոխենք սահմանադրությունը։ Սա այն պայմանն է, որը մենք մերժում ենք։ Մենք ունենք սահմանադրությունը փոփոխելու կամ նոր սահմանադրություն ընդունելու օրակարգ։ Հանձնաժողովն արդեն ավարտում է աշխատանքը, եւ մենք ամենայն հավանականությամբ այս հարցի վերաբերյալ հանրաքվե կանցկացնենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը հստակ բաժանվում է երկու ուղղության, որոնք այլևս չեն հատվում։ Մի կողմից խաղաղության բանակցություններն են, որոնց ընթացքը կախված է Բաքվի անկանխատեսելի դիրքորոշումից։ Մյուս կողմից եվրոպական ինտեգրացիան է, որի առաջին քայլը ազատ վիզային ռեժիմն է։ Արարատ Միրզոյանի ուղերձը սկզբունքային է։ Հայաստանի ապագան այլևս չի կարող պատանդ մնալ տարածաշրջանային խնդիրներին։ Եվրոպան ինքնին նպատակ է, ոչ թե խաղաղության համաձայնագրի հետևանք։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։